Ամսի 25-ին երեկոյան։ Դե մենք ամեն երեկո այնտեղ ենք լինում։ Ամեն օր, ինչև է տեսանք ավտոբերը կան անվտանգություններ, դուրս էր գալի, ճշնապատ կլում չհասկացանք էլ ինչա կատարվում։ Իրագալը չեմ տեսել, այդտեղից ավտոյը եկի կանգնեմ, բայց չեմ տեսել երբայինքը չէ ոնց է գնացել։ Հետո արդեն որ տեսանք ամբողջ բոլոր անվտանգությունը հատված շարված են, մեր կողքերով են ֆրֆռում ամուսնուս հետ, մենք Վահագի մոտ նստած էինք։ Գնում էին, գալիս էին, նոր հասկացանք, որ երևի թե եկել է արդեն։ Բայց ոտ բարձրացա, տեսա Վարդուհու տղայի մոտ նստած են իրանք։ Ասացի, ինչ ես ես թուրքին բերև ստեղ Եռաբլուր։ Ասում էին տղու ծննդյան օրն է, ասեցի ձեր տուն տար։ Ստեղ բերել ես, ասի տղերքի տունն է, ասենք իրան իմաստը բերելու։ Գիտեք, Եռաբլուր բոլորն էլ կարող են գալ, ինքը բացա բոլորի համար։ Տղերքն են այնտեղ։ Չկա մի մարդ, որ ուզենա գա ու ինչ-որ մի տնող իրան ավելորդ ինչ-որ մի բան թույլ տա։ Բայց երբ որ գալիս է մի կին, որը իր ամուսնու հետ մեկտեղ ուրանում է տղերքի արյունը, ուրանում է հողը, ուրանում է սխրատները տղերքի եւ զայնում է, որ նրանք զոհվեցին հանուն ոչնչի, այդ մարդը ինչ գործ ունի Եռաբլուրում։ Հնարավոր չէ, էլի, դա հանգիստ նայել։ Եկել է Եռաբլուր մի մարդուկին, որը ասում է ունենալու ենք նույնը, բայց կարար լիներ առանց զոհերի։ Եթե կարար լիներ, ինչի չեղավ։ Ում էին խանգարում այս 3 սերունդը, ում էին խանգարում 5000 տղերքը։ Ում։ Եթե պիտի մեկա դա լիներ, ուրեմն թող տղաները տուն գային։ Եթե դու սկզբում գոռում ես, ասում ես Արցախը Հայաստանը Եվրոպ, հետո պարզվում է, որ իր համար Արցախը Ադրբեջանն է եղել միշտ։ Իրանք ամեն օր ուրանում ու արժեզրկում տղերքի, արժեզրկում են տղերքի արածը, արյունը, ուրանում են հողը, որը մերն է։ Ես իրան մոռացա ասեմ, այդ որ սկսել եք կրթվել ձեր համար նորաձև, կարող եք գնալ Մատենադարան ու տեսնեք, թե այնտեղ երբվանից է Արցախը հայկական։ Չգիտեմ, ուզում եք պահել հնարավոր չէ։ Ես այն ծնողն եմ, ով 3 անգամ իմ որդու շիրիմը քանդել ենք, բացել ենք։ Իրանց շնորհիվ, իրանց պահած պետության շնորհիվ 3 անգամ։ Ու ես հանգիստ նստեմ նայեմ, այդ մարդը եկել է բոլորը կարող գան, բայց ոչ իրանք։ Ինքը միջև է ձեն չի հանել։ Ես այն ինչ որ սենց խոսում եմ, այն ինչ որ ասել եմ ու ասում եմ, նույնն եմ ասել։ Ես ասել եմ, խաղաղության պայմանագիրը իրանց երեխեքի արյունով են կնքելու։ Ինքը միջև է ձեն չի հանել, բայց երբ որ հելա որ պիտի գնանք, Էրիկի մայրը գորած ասել անգերեզման եք մնալու։ Ինքը երևի ամենաշատը դրանից վիրավորվեց, բացրացավ վերև։ Նախ ձայնը պիտի լսեիք, գորալով հլասայիք ինչ ասեցի, հələ նորից կրկնի ասածը մատ թափ տալով ու տեղ ամուսինս ասում է իրան այդ ինչ ձև ես խոսում հերոսի մամայա զորված տղու մամայա այդ ինչ ձև ես խոսում ինքը ֆռում է ամուսնուս մատով ցույց տալի ասում է իսկ դու եւ կինդ հետո հələ կտեսնեք ինչ պիտի տեսնեմ ես տեսա արդեն տեսա այն որ ոչ մեկի չեմ կամենա 2 անգամ երեխա հողարկավորեմ 3 անգամ շիրին բացեմ ինչ պիտի ինքը ինչ ցույց տա ամենամեծ վախս ապրել եմ ամենամեծ վախս է որ վատ լուրը չլսեմ անկարծ ես լսեցի իրանց շնորհիվ երկրի ղեկավարը իրանք են եղել ուրեմն իրանք էլ պիտի այդ պատասխանը տան իրանց ուղղության համաձայն իրանք ասում են սա նախկինները ոչ մեկին չեն պաշտպանում ոչ մեկին չեն պաշտում մի հատ պաշտելու բան ունեմ, դա իմ տղան է, բայց երկրի ղեկավարը ես չեմ, ուրեմն ես իրանցից եմ պահանջում ամեն ինչ, իրանցից եմ պահանջում պատասխան, իրանցից եմ պահանջում ինչի է այնտեղ են եղել, այնտեղ որտեղ դուք համարում եք ադրբեջանական, բայց դա մերն է, մեր հայկականն է, պապական, ոնց կարելի է այդ ամենը ուրանալ։ Գլխավոր մուտքով չի եկել, սովորաբար պաշտոնական այցեր, բաներ, որ լինում է վերևի հատվածում եկեղեցու մոտով ինքը եկել է գիշերը ժամը 11:30-12-ին մոտ այդ ժամին մեջի որ ցերեկով ա եղել ու այնտեղ ռազմականի անվտանգության աշխատակիցներն տեղյակ չեն եղել որ երկրի վարչապետի կինն է գալիս այսինքն իրանք սենց այն որ չգիտեմ գող թաքուն ես չգիտեմ ոնց ասեմ եթե դու գալիս ես զինվորին հարգելու կամ ինչ-որ մի բան, ցերեկով գայր, ինչ ես գիշերով եկել գող, այնտեղ միշտ մարդ կա, ամեն հատվածում կա մի ծնող, որը
Իրանք ասելու է, որ իրանք այնտեղ անցանկալի մարդ են։ Իրանք շնորհիվ եռաբլուրը մեծացվել է։ Իրանք շնորհիվ տղերքը տուն չեկան։ Իրանք շնորհիվ այն տուն չեկավ ու մնաց ամեն ինչը կիսած։ Պատերազմը երբ որ սկսվեց 2.5 ամսվա զինվոր է եղել։ Ջաբրայիլում ծառայել, բայց զոհվել է հոկտեմբերի 10-ին Հադրութում։ 21 թվականի հունիսին հարկավորություն է եղել, բայց այն որ ես մի տարուց ավել, դաժե 2 տարուց ավել, 23 թվականի մայիսին են գտել արդեն ամբողջ մարմինը որդուս։ Եղել է Մեծամորի Լիահերձարանում։ Իսկ երրորդը արդեն իր դնեցարած մասունքը, որ առաջի անգամ մենք համընկնում ենք ունեցել, դա առանձին փոքր տուփով էլի նորից մենք քանդել ենք շիրիմը, նորից դրել ենք եռաբլուրը բացա բոլորի համար։ Դաշ այն որ միտեղ կայամ ասեմ պարտավոր ենք, պարտական ենք բոլորս տղերքին ու պարտավոր ենք, պարտական ենք գնանք, բայց ոչ այն մարդը, որը իր ամուսնու հետ մեկտեղ ուրացավ ամեն ինչը, ուրացավ տղերքին, տղերքի արյունը, ուրացավ հողը, այն հողը, որը ամբողջությամբ տղերքի արյան մեջ է, որ ես հիմա երազում եմ, որ մի օր ոտքս ընկնի Հադրութ, այդ հողը համբուրեմ, ամենայն ազնվությամբ երազում եմ, ասում եմ գա մի օր, որ ես հասնեմ Հադրութ, այն հողը, որտեղ իմ տղեն վերջի շունչն արել, որի համար կյանք է տվել, մենակ իմ տղան չէ, բոլորը